պարզապես, քանի որ ես էլ Արմենն էլ շատ երկար տարիներ, իդեպ այնպես է ստացվել, որ իրար հաջորդելով կամ իրարից առաջ հետո մենք գլխավորել ենք շատ կարևոր հանձնաժողովներ եւ Արմենն ա եղել Հայաստան ԵՄ միջխորհրդարանականի նախագահ եւ ես եմ եղել Հայաստան ԵՄ միջխորհրդարանականի, ես եղել եմ Եվրանեստի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ, 11 տարի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի, հետո մարդու իրավունքներ, ինչի եմ ես ամենը ասում, իրար հետ մենք շատ երկար ենք աշխատել Եվրոպական պարլամենտում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում եւ ես ուզում եմ Արմեն մի հատ մտովի պատկերացնենք ինչ կլիներ, եթե նախկին իշխանության ժամանակ հետույք բառի համար որևէ ընդդիմադիր գործիչ, օրինակ ընդդիմադիր падգամավոր Նիկոլ Փաշինյանը կալանավորված լիներ, ինչ կանեին ինձ ու քեզ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում կամ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում, որի անդամ էինք ես եւ դու։ Մի հատ վիզուալ պատկերացրու։ Ժամը առնելով կարող եմ չէ ազատ խոսել։ Այո։ Կանեին այն, ինչ որ այսօր Տրամպը անում է Եվրամիության հանդեպ։ Այո, որովհետեւ ես հիշում եմ հետույք բառի շրջանակ։ Այո, ես հիշում եմ դեպք ինչ որ այսօր է կատարվում, Նարաջան, չեսնա խոսում ենք, կյանքում չի եղել։ Երբևէ չի եղել։ Այն ինչ որ այսօր եւ երկրում եւ դրա նկատմամբ այդ քո ասած միջազգայինների արձագանքի պարագայում ես այն մարդն եմ, ով Սվիտալսկու հետ աշխատել է նախկին ԵՄ դեսպանի եւ որպես նախարար եւ որպես հանձնաժողովի նախագահ արդեն շփումներ ունեցել։ Ոչ որպես նախարար, հանձնաժողովի նախագահ։ Մի խոսքով արի այդ մարդը իրականում ինտելեկտուալ մարդ է, չեսնա խոսան, գրքեր է գրել, հետաքրքիր բաներ է գրել եւ այլն, հա, տենց շատ հետաքրքիր անձնավորություն է, բայց իր անունը թող ինքը իմը, չգիտեմ, լսում են, չեն լսում Լեհաստանի դեսպանատանից։ Իրանք ամեն դեպքում մոնիտորինգ անում են, այո։ Նրա անունը սևով է մնալու այն ժողովրդի պատմության մեջ։ Մի բան պատմեմ, ուրեմն մեր իմ եւ քո լավ ընկեր Արարատ Զուրաբյանը կալանքի տակ էր եւ ես մի օր առաջ էի Արարատին այցելել Զուրաբյան որպես հանձնաժողովի նախագահ եւ հիշում եմ, որ հաջորդ օրը զանգ Սվիտարսկին է ինձ ինչ ասում։ Մի հատ ասում է գնացեք որպես հանձնաժողովի նախագահ, մենք տեղեկություն ունենք, որ Արարատ Զուրաբյանի տաքությունը 38.4 է։ 38.4 այսօր Արմավիր քրեակատարողական հիմնարկի պատժախցում ծանր վիճակում գտնվում է Նարեկ Սամսոնյանը։ Նարեկ Սամսոնյանի սպիտակուցի քանակը արյան մեջ, Նարեկ Սամսոնյանի արյան մեջ B1-ի քանակը, թիանինի քանակը, որը գիտեք հիմա Արմենը որպես բժիշկ կմեկնաբանի, ինչ է նշանակում եւ դրա անկումը արյան մեջ, ինչ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ օրգանիզմի համար, եւ ես չեմ տեսնում, որ Հայաստանում ԵՄ դեսպանը վերցնի հեռախոսը զանգի, օրինակ, ես չգիտեմ հիմա ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման կամ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահները ովքեր են, բայց Սպիտարսկին ինձ զանգահարում էր անգամ այն ժամանակ, երբ որ լսում էր, որ մեկը օրինակ Սասուն Միքայելյանը բերդում ախորժակ չունի։ Արի մի բան պրոստը ֆիքսենք, որպեսզի մեր հեռուստադիտողները ճիշտ հասկանան։ Մենք այլևս սպասելիք չունենք Եվրոպական։ Իհարկե չունենք, բայց պիտի անընդհատ խոսենք։ Ապրես, արի ասենք խիենք սա ասում։ Մարդիկ հասկանան, խիենք, մենք սա ասում։ Այո։ Առաջինը ֆիքսենք, որ մեր եվրոպական կառույցներից մենք վաղուց հումանիստական սպասելիքներ չունենք, ու դա չի վերաբերվում, ես իմ անձնական ասեմ, գուցե դու համաձայնես, գուցե չէ, դա չի վերաբերում մենակ այս վիճակին։ Ես 44 օրյա պատերազմի ընթացքում եվրոպական կառույցների ցինիկ, վուլգար, պոշլի լռությունից հետո աննենց հիասթափություն եմ ապրել, որ այն ինչ որ այսօր տեսնում եմ, 0-յա 44 օրյա պատերազմի ընթացքում, երբ որ մենք հայ ժողովուրդը ագրեսիա էր ենթարկում, երբ որ ֆոսֆորային ռումբեր էինք իրարում, ես անձամբ սպիտակ ֆոսֆորի հարցը Բրյուսելում բարձրացրել եմ, ինձ ասել են, հա, հետո ինչ։ Ուզում եմ ասեմ, մեր ասածը սպասելիք չի, մեր ասածը կշտամբանք է։ Այո, կշտամբանք է։ Այն է, որ իրանք այլևս Հայաստանում երբեք բարոյական իրավունք, moral ground իրանց լեզվով ասած, բարոյական հենք այլևս մեզ ինչ որ դասեր տալու կյանքում չեն ունենալու։
Սա ֆիքսենք, ես ֆիքսում եմ դա, Միանշանակ։ դու էլ Ես դա որպես մարդ վաղուց եմ եվրոպական ֆիքսել, ես դա ինտեգրման վաղուց եմ պատասխանատունից ֆիքսել այն մեկը։ պահին, երբ որ Եվ- պատերազմից հետո, ես սա անընդհատ եմ ասելու, երբ որ պատերազմից հետո Եվրոպական պարլամենտում մի բարձրաստիճան պաշտոնյա, քանի որ ես off record զրույցները հարգում եմ եւ քանի դեռ այդ մարդու չնայած ինքը այլևս բարձրաստիճան պաշտոնյա չի, մոտավորապես կարակ հասկանակում մասին ա խոսքը, ես հարցրել եմ, եթե ինչ կանեք, որ դեպքում դուք կդատապարտեք Նիկոլին, պատասխանը եղել է, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում մարդ ուտի, մենք ասելու ենք, որ դա արել է Հայաստանում ժողովրդավարությունը փրկելու համար Կներես մեռ։ ալեգորիայից համար, Այո։ հիմա իրոք Նիկոլ Փաշինյանի կամայական որոշմամբ, ապօրինի որոշմամբ Նարեկը Սամսոնյանը եւ Ազգենը գտնում են բերդում։ Եվ կուզենամ որպես Իսկ բժիշկ Նարեկը այո, նաև այսօր շարունակում է իր հացադուլը, որը դու ճիշտ ասացիր, 14-րդ օրն է թևակողում։ Այո։